Շարունակվում է առավոտ լուսոն եւ ինչպես հաղորդման սկզբում այսօր խոստացանք, օրվա ընթացքում զրուցելու ենք մի կարևոր ցուցահանդեսի մասին, որը դեկտեմբերի 12-ին է լինելու Հայաստանի ազգային պատկերասրահում եւ այն բացվելու է նկարիչ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ու ամենին այս ցուցահանդեսի մասին բոլոր մանրամասները կիմանանք հենց հիմա մեր հյուրից։ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյան, բարի լույս։ Բարի լույս։ Գրիգոր Աղասյանի 100-ամյակը ինչպեսի առանձնահատուկ մոտեցում պահանջեց որպես համադրող եւ որպես նրա թորնուհի, արդյոք այդ անձնական ու մասնագիտական ինչ-որ բախում եղավ։ Գիտեք, բախում չի կոչի դա, բայց բավական բարդ ընթացք էր եւ մտահղացումից սկսած իրականում, որովհետեւ 22 տարի շարունակ ես ազգային պատկերասրահում կազմակերպել եմ բազմաթիվ ցուցահանդեսներ եւ դրանցից ոչ մեկը չի վերաբերել իմ հարազատներին, իմ ընտանիքին։ Եվ այս պարագայում կարողանալ դուրս գալ այդ ժառանգի իրավիճակից եւ հայտնվել պարզապես պրոֆեսիոնալ համադրողի համատեքստում բավական բարդ էր։ Եվ սկզբնական շրջանում ընդհանրապես այս տարիների ընթացքում մենք շատ ենք աշխատել տարբեր արվեստագետների, ժառանգների ընտանիքների հետ եւ միշտ հումորով ասում ենք, որ ամենաբարդը հենց ժառանգների հետ աշխատելն է, որովհետեւ նրանք ունեն հստակ իրենց պատկերացումը, իրենց պապիկի, տատիկի, հարազատի մասին եւ այս պարագայում այդ բարդ ժառանգը հենց ես էի։ Իսկ բարդ էր ձեզ հետ աշխատելը։ Ինձ ավելի բարդ էր թվում սկզբում, որովհետեւ միշտ թվում է, որ բոլոր ստեղծագործությունները պետք է ներկայացնել, որ դա պետք է լինի, կարծես միշտ տպավորություն է, որ դա լինելու է կյանքի միակ ցուցադրությունը, որ պետք է հնարավորինս շատ մատուցել եւ այլն, բայց ես կեսից կարողացա իրականում ինձ վերահասկել եւ վերադարձրեցի համադրողին, արվեստաբանին եւ այսօր կարծում եմ փոխշահավետ համագործակցության շնորհիվ ժառանգի եւ արվեստաբանի մենք ունենք բավական ստացված ցուցադրություն։ Իրականում շատ կարեւոր է, որ ես վերացարկվեի այդ հարազատության զգացողությունից, էմոցիաներից, որովհետեւ հույզերը այս պարագայում իրոք խանգարելու էին եւ խանգարում էին։ Եվ ինչ որ փուլում այս մի քանի օրվա ընթացքում արդեն էքսպոզիցիոն աշխատանքն էին կանում, հոդվածը արդեն գրված էր, պատրաստված, ես հասկացա, որ ես հաղորդակցվում եմ արվեստի նմուշների հետ, արդեն ոչ որպես ծանոթ նմուշներ, պարզապես որպես պրոֆեսիոնալ եւ որպես մի հերթական կարևոր հոբելյան։ Սա իսկապես շատ հետաքրքիր փորձառություն է եղել նաև ձեզ համար, բայց արդյոք այս աշխատանքային ընթացքում պապիկին նոր ասելիքով բացահայտեցիք։ Անկեղծ ասած, այո, որովհետև ես հասկացա, ես շատ եմ զրուցել իր հետ եւ առհասարակ ինձ ճանաչողները գիտեն, որ ինքը իմ կյանքում նշաձողն է եղել ամեն առումով եւ որպես մարդ, որպես բարի ազնիվ անձնավորություն, որովհետև պապիկին բոլորը մինչ այսօր հիշում են որպես չափազանց բարի եւ ազնիվ մարդ։ Եվ բազմաթիվ նկարներ ինձ կյանքի ընթացքում ինքը նվիրել եւ շրջերեսին բոլորի գրված է առաջինը, նաեւ երջանկություն, առողջություն բնականաբար որպես մաղթանք, բայց առաջինը եղիր միշտ ազնիվ, բարի եւ արդարացի։ Եվ ես միշտ փորձում եմ այդ նշաձողին հասնել, կարծում չի ստացվել դեռ, բայց աշխատում եմ։ Եվ այս պարագայում ես Փաստորեն վստահ եմ, որ ես իրեն ճանաչում եմ եւ չի հետազոտել իրականում իր մասին գրված բազմաթիվ հոդվածները, գրվածքները, կատալոգները եւ ընթացքում սկսեցի բացահայտել նորովի։ Եվ հասկացա, որ բավական միակողմանի եմ ես դիտարկել պապիկին, չեմ իրականում ինձ համար բացահայտել Գրիգոր Աղասյան նկարչին։ Եվ բացահայտեցի չափազանց բազմաբնույթ եւ տարբեր մի արվեստագետի եւ ցուցահանդեսի հիմքում հենց դա փորձեցի ներկայացնել։ Այսինքն իրեն միշտ ճանաչել եմ որպես Երևանյան հին Երևանի հուշերի վավերագիր, այսպես կոչված, սակայն երբ ես սկսեցի իրեն հետազոտել, հասկացա, որ դա շատ փոքրիկ եւ կարծրատիպային մոտեցում է իրեն, այո, միակողմանի է շատ ներկայացնել իրեն որպես պարզապես Երևանի երգիչ, այսպես կոչված, եւ այսօր ցուցահանդեսում տարբեր հանգույցներով եւ տարբեր ցուցադրատարածքներով ես փորձել եմ բացահայտել իր բոլոր կողմերը։ Իսկ ինչ սկզբունքով եք ընտրել ստեղծագործությունները, որ ցուցադրվելու։ Քանի որ դա 100-ամյակին ընդառաջ ցուցադրությունն է, շատ կարևոր է, որ հեղինակը ամբողջական ներկայանա, բայց ես չուզեցի գնալ ստանդարտ քրոնոլոգիական ձևով դասավորված հետահայաց ցուցահանդեսի ուղղությամբ, այլ որոշեցի նրա հիմնական թեմաները, ինչ բացահայտումներ արվեցին, այնց այդ հիմնական հանգույցներով թեմաներով էլ ներկայացնել։ Երկու ցուցադրատարածք, առհասարակ ասեմ, ամբողջ ցուցադրությունը բաղկացած է 4 հիմնական ցուցադրատարածքներից եւ առաջին երկուսը իր քաղաքն է, այսպես կոչված, ոչ միայն
Երևանը։ Առաջինում հենց Երևանն է, երկրորդում իր շրջագայությունների ընթացքում ստեղծված պատկերներն են եւ ուրբանիստական քաղաք այսպես կոչված, այսինքն երկու քաղաքեր իրեն հետաքրքրում։ Դա ուրբանիստական քաղաքային տեսարաններն էին եւ մյուսը հին քաղաքը իր նիստուկացով, հանդարտ կոլորտային փողոցներով, հրապարակներով, բակերով։ Եվ առաջին ցուցադրատարածքում մի շատ կարևոր անակնկալ, հետաքրքիր անակնկալ ունենք վիրտուալ իրականության միջոցով, որն ասեմ առաջին փորձառությունն է մեր թանգարանում, եւ այստեղ երևի եթե չլիներ պապիկը, ես հանձն չէի առնի առաջին ինչ որ այլ հեղինակի Հոբելյանին նվիրված փորձարկել, այս պարագայում ինչ որ չափով փորձարկել եմ աղասանի վրա։ Քննադատող չի լինի։ Այո, կարծես լավ է ստացվել։ Մենք վիրտուալ իրականության միջոցով հայտնվում ենք իր արվեստանոցում։ Այո, արվեստանոցը իր կյանքի կենտրոնն է եղել, առանցքն է եղել, այսպես ասած։ Ես մանկուց ինչ հիշում եմ, ինքը ոչ մի օր չի բաց թողել իր այս արվեստանոց, իր աշխատանքը, եւ աշխատանքի պես առավոտյան 7-ին վեր էր կենում, 8-ին հայտնվում էր արվեստանոցում, երեկոյան վերադառնում էր։ Եվ արվեստանոցում մենք վիրտուալ իրականության միջոցով կարող ենք ոչ միայն շրջել, շատ իրատեսական է ստացվել, ես նույնիսկ առաջին պահին հուզվեցի, անկեղծ ասած, երբ առաջին անգամ դրեցի, շատ հուզիչ էր ինձ համար, եւ այնտեղ իր սիրելի նկարակալն է, վրձինները, սեղանը եւ այցելուն կարող է հաղորդակցվել այդ ամենի հետ, վերցնել վրձինը, նկարել նկարակալի վրա, միացնել իր սիրելի մագնիտոֆոնը, պատտել Հաստոցյանի օֆորտի, ստեղծել իր ստեղծագործությունը եւ այլն։ Այո, այնպես որ փորձել ենք խտացված այդ հին երևանյան հուշերը իր քաղաքը նախասիրած միջավայրով վերստեղծել։ Իսկ մյուս երկու ցուցադրատարածքը ավելի հենց իր ժամանակակից միջավայրն է, նաև իր այցերը ինքը երբեք գյուղում չի ապրել, բայց չափազանց կապված է եղել գյուղի հետ, եւ դա արդեն եւ գյուղն է, եւ քաղաքն է, իր հիշողություններն, իր ժամանակակիցներն են, եւ վերջին սրահում արդեն առավել իր ընտանեկան միջավայրն է, եւ այստեղ կոնտեքստում մի հետաքրքիր առանցքին գիծ ենք պահել նաև առաջին սրահում գտնվում է մի նախշազարդ հին սեղան, դա 1900-ական սկզբում ստեղծված մի սեղան է, որն իր ամբողջ կյանքի ընթացքում, պրոֆեսիոնալ կյանքի ընթացքում իր հետ ուղեկից է եղել, սկզբում արվեստանոցում, ապա տանը, եւ սկսվում է այդ կետով եւ ավարտվում իր մանկության թախտով։ Այսինքն այստեղ շատ կարևոր գիծ է, որ բոլոր ցուցադրածքների միջով անցնելիս, անկախ նրանից թե ինչ թեմա է, ամբողջովին առանցքը պահվում է։ Ճանապարհը ուղեկցվում է իր ժամանակագրությամբ։ Քանի որ նշեցիք նոր փորձառություն է սա եղել, փորձարկումների առումով եւս վիրտուալ իրականություն եք ստացել, չեն կարող չխոսել նաեւ վերանորոգումներից հետո դռները բացած ազգային պատկերասրահի մասին, որովհետեւ նորությունները իսկապես շատ են եւ զարմացնող։ Ինչ ենք արել այս ընթացքում, քանի որ տարին էլ մոտենում է իր ավարտին, նաեւ փորձենք ամփոփ ներկայացնել, քանի ցուցադրություն ենք հասցրել ունենալ եւ արդյոք սա վերջին ցուցադրությունն է լինելու 2025 թվականին։ Փորձեմ խտացված ասել, զրուցեի սիրով մի կես ժամ առնվազն այդ թեմայով։ Ես կնշեմ միայն այս տարվա մեր ամենակարևոր ձեռքբերումները։ Իրականում այս բոլոր տարիների ընթացքում կարծում եմ 2025-ը մեզ համար ամենակարևորն էր, որովհետև բոլորս գիտենք, որ շուրջ 4 տարի մենք եղել ենք վերանորոգման փուլում, եւ այս տարի վերջապես ապրիլի 15-ին մենք վերաբացվեցինք լիարժեք, եւ այսօր մեր 9 հարկանի հսկայական թանգարանը վերջապես ամբողջովին բայց հայցելուների արչև բացարձակ նոր կոնտեքստով ես չեմ ուզի նորից անդրադառնալ այդ փուլին, մենք դրա մասին շատ ենք զրուցել, պարզապես կարող եմ ասել, որ այս նոր ցուցադրությունը էապես տարբերվում է մեր նախկին բոլոր լուծումներին, ոչ միայն այն առումով, որ մենք ունենք արդեն միջազգային չափանիշներին համապատասխան թանգարան, այլև որովհետև մեզ հաջողվեց այս նոր կոնցեպտով հարյուրավոր աշխատանքներ, որոնք թաքնված էին պահոցներում անել եւ ցուցադրել։ Դա կարծում եմ մեզ համար շատ կարևոր ձեռքբերում է եւ մեր ընթացիկ ցուցահանդեսներն էլ շատ հիմնված են հենց պահոցների դռները բացելուն, որովհետև թանգարանը պարզապես պահպանելու տարածք չէ, այլ թանգարանը հաղորդակցվելու տարածքի եւ մեր միտումն է մաքսիմալ բաց դարձնել մեր թանգարանը բոլոր առումներով։ Այսինքն մեր ամենակարևոր ձեռքբերումներից ես կկոչեի հենց վերաբացումը եւ մի ձեռքբերում եւս առաջին անգամ հայկական կերպարվեստի իմպրեսիոնիզմի նմուշները շրջագայեցին աշխարհով եւ առաջին անգամ հայտնվեցին Եվրոպայում։ Այս տարի մեզ հաջողվեց մի շատ ծավալուն ցուցադրություն նվիրված միայն մեր նմուշներին կազմակերպել Ֆրանսիայում եւ այդ նախագծի ավարտին էլ Հայաստանում նորից առաջին անգամ մենք կազմակերպեցինք միջազգային գիտաժողով նվիրված հենց հայկական եւ ֆրանսիական իմպրեսիոնիզմին։ Եվ քանի որ այս տարիների ընթացքում մեզ դժվար էր միջազգային մեր համագործակցություններին այսպես ասած զարգ տալ, որովհետև վերանորոգման փուլում էինք եւ մենք առաջնահերթություն ճիշտ ասած ընտրեցինք կարգի բերել այսպես ասած մեր տունը, այնուհետև անցնել երկրորդ փուլով անցնել արդեն մեր հանրահռչակմանը։ Եվ այս տարի այդ միջազգային գիտաժողովով եւ Ֆրանսիայի այդ ցուցահանդեսով մենք մեկնարկը տվեցինք։
Եվ մյուս տարի արդեն մի փոքր առաջ անցնեմ, շատ չեմ մանրամասնի իհարկե, մյուս տարի մենք մի քանի շատ խոշոր միջազգային համագործակցություն արդեն ունենք, այո, Լոնդոնի ազգային պատկերասրահի հետ ենք աշխատելու, Չինաստանի ազգային պատկերասրահի հետ ենք աշխատելու, Ղազախստանի պատկերասրահի ես կուզեմ առանձնացնել, որովհետև առաջին անգամ Հայաստանում ցուցադրվելու է հայկական կերպարվեստի համար եւ Սուրենյանցի արվեստի համար շատ նշանային մի աշխատանք Լքյալը, որը երբևէ Հայաստանում չի եղել եւ չի ցուցադրվել, առավել եւս ազգային պատկերասրահում, իսկ այդ աշխատանքը իրականում մեզ համար կարելի ասել իկոնային նշանակություն ունի առհասարակ հայ ժողովրդի եւ հայկական կերպարվեստի համար, այնպես որ ինձ համար դա մի առանձնակի կարևոր նորություն է մյուս տարվա մեր ցուցադրեցների առումով։ Պետք է հետևել բոլոր նորություններին, որպեսզի բաց չթողնել որևէ ցուցահանդես եւ իրականում առիթն օգտագործելով շնորհակալություն ենք հայտնում ազգային պատկերասրահի ողջ աշխատակազմին, բոլոր այն մարդկանց, որոնք ուղեկցում են մեզ սրահներում եւ խորհուրդ են տալիս, թե որտեղից պետք է սկսել ու ուր գնալ, եւ բոլոր այն մարդկանց, որոնք աշխատում են պատերի հակառակ կողմում, մենք հաճախ նրանց չենք տեսնում, բայց իրենց աշխատանքն է մեր աչքի առաջ, որովհետեւ հոգ են տանում, խնամում են այդ դարերի եւ տարիների պատմություն ունեցող ստեղծագործություններին, որպեսզի վնաս անգամ չլինի ու իրականում շնորհակալություն է ձեզ հայկական մշակույթը ամբողջ աշխարհում հանրահռչակելու համար։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի դեկտեմբերի 12-ին նկարիչ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը։ Բաց չթողնեք, կարող եք մյուս բոլոր նորություններին ծանոթանալ պատկերասրահի սոցցանցերի էջերին հետևելով։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք։ Իսկ մենք շարժվենք առաջ։